Ամեն բանի առաջ գուզեմ փառք տալ Աստծո, որ այսօր անարժանից շնորհեց Թորոնտոյի Սուրբ Աստվածին եկեղեցու մեջ բադարակ մատուցելու, ինչպես նաև աղոթագից դառնալու ցեզի։ Իմ երախտագիտությունս գահիտնեմ Կանադայի հայոց թեմի Փարեչան առաջնորդին, Փափկեն arczepiskopոսին, որուն օրհնությամբ այսօր ցեզի աղոթագից կդառնամ։ Ինչպես նաև իմ երախտագիտությունս եղբայրական, իմ օձագից եւ տասնգեր եղբորս Հայր Քարեկինին, որ սիրով ընկալեց Սուրբ Աստվածին եկեղեցին ներս եւ այսօր այդ բախտավորությունը ունիմ ցեզի հետ լալու, ինչպես նաև դեր դատևին։ Գուկամ լիպանանեն ցեզի պերելով մեծիդան գիրիգյո գատոյգոսության տբրևանքի օրհնությունները։ Թեև տբրևանքը աշխարհակրական օրեն կանադայեն հերու է, սակայն կգարձեմ, որ տբրևանքը իր առաքելությամբ պետք է յուրաքանչյուր հայու սրտի մեջ մնայուն ներկայություն դառնա։ Որովհետև եթե տբրևանքը չլա, գիրիգյո գաթոյգոսությունը իր բոլոր թեմերով ուրգե եկեղեցականներ պիտի հայթայթե եւ ընդհանրապես մարդուշ։ Կանադայի թեմի հայոց եկեղեցիներու ծառայողները իմաստնավորի Թորոնտոյի Սուրբ Աստվածին եկեղեցու բոլոր հոգևորականները գազմավորված են տբրևանքեն ներս եւ լծված են ծառայության։ Եվ հետևաբար ես այսօր նախքան քարոզը փափակեցա երկու խոսք տբրևանքի առաքելության մասին ասել, որբեսի անպայմանորեն վստահալամ, որ տբրևանքը ծեր սրտի մեջ դեղ ունի։ Իմ խնդրանքս է, որ դուք ծեր ամենօրյա աղոթներու մեջ տբրևանքը հիշեք, որ ուրդեղ խումբ բադանիներ եւ երդասարտներ գուկան Սուրիայեն, Հայաստանեն, Լիբանանեն, ունեցած ենք նաեւ Ամերիկայեն, Կանադայեն եւ զանազան շրջաններեն գուկան իբրև բարձ մարդ, իբրև բարձ երիտասարդ գտարնան ասկին եւ եկեղեցու ծառայողները ավարտելով։ Անոր համար տբրևանքի առաքելությունը նամանավանդ այս օրերուն բոլոր ժամանակներեն ավելի կարևոր եւ անհրաժեշտ առաքելություն մնե ոչ թե միայն գիրիգո գաթոյգոսության համար, այլ բոլոր եկեղեցիներուն համար։ Ինչպես նաեւ գուզեմ քաչալերել այն երդասարտները, որոնք իրենց մեջ եկեղեցական գոչում ունին, Աստծո եւ եկեղեցի ասկին զարայելու փափակը ունին իրենց սրտի մեջ, անպայմանորեն քան տբրևանք եւ առնեն այն հայագիտական եւ նաեւ հոգեվոր գրթությունը, որբեսի իրենք եւս դառնան ասկին եւ եկեղեցու ծառաները։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգին Սրբո ամեն։ Հիսուս երբ գլսե Հովանես Մգրդիչին կխադումը, որ իր զարմիկն էր, գուզե առանցնալ հերանալ շրջանակներեն։ Սակայն ժողովուրդը արի չեր դար, որ Հիսուս առանցինը լար եւ անպայմանորեն գեհդեվեին Քրիստոսի, որբեսի անոր բժշկարար ներկայությունեն օգտվեին։ Եվ երբ հերացավ ամայի դեղմը, արդեն իսկ հոց բազմությունը գսպասեր, որբեսի ինք բժշկե, օրտնե եւ բոլորին գարիկներուն համացայն հասնի։ Եվ արդեն երեգո էր, այդեղ հոց բազմությունը դագավին չեր հերանար Հիսուսի ներկայությունեն։ Առաքյալները գուկան գսեն Հիսուսին լավ գլա, որ արցագես ժողովուրդը, որովհետև ամայի է, արդեն իսկ մութ պիտի ըլլա, ուդելիք չունին։ Հիսուս գսե դուք տվեք իրենց։ Առաքյալները գսեն մեր մոտ միայն
5 հաց եւ 2 ցուկ կա, որ բնականաբար չի բավեր այսքան մարդոց 5000 հոգի գերագրելու։ Հիսուս գսե բերեք այդ 5 հացը եւ 2 ցուկը, գործնե, գգդրե եւ գփաշխե ժողովրդին, որոնք բոլորն ալ գգշանան եւ 12 սագար լեցնող ուդելիք կավելնա։ Այս բացմությունը մենք հաջախագի արիտներով լսած ենք Սուրբ Խորանեն։ Բայց ես կուզեմ այսօր առնել երկու կարևոր ճշմարտություններ իբրև պատկամ այսօր ցեզի հետ բաժնեկցելու։ Առաջինը, ինչպես եկեղեցու հայրերը գմեկնաբանեն այս բացմությունը, գսեն 5 հացը եւ 2 ցուկը գխորհրդանշեն օրենքը եւ մարգարեությունը։ 5 հացը գխորհրդանշեն 5 քիրքերը Մովսեսին, որ օրենքը գխորհրդանշե, ինչպես նաեւ 2 ցուկը մարգարեությունները, որոնք բոլորն ալ խոսեցան փրկության մասին։ Հետևաբար այստեղ երբ առաքյալները գբերեն 5 հացը եւ 2 ցուկը, կնշանակե որ ոչ օրենքը, ոչ մարգարեությունը բավարար է ժողովուրդը փրկելու։ Հրյա ժողովուրդը գահավադար մարդ փրկվելու համար պետք է օրենքը գարդարե եւ մարգարեությունները ընթերցե։ Եթե մեկը գադարելաբես օրենքը գադարե եւ մարգարեությունները ընթերցե եւ հետևի, փրկություն կստանա։ Սակայն այս դեպքը ըսել գուզե յուրաքանչյուրիս, որ ոչ օրենքը եւ ոչ ան մարգարեությունները բավարար են մարդուն փրկություն տալու։ Փաստորեն օրենքը այնքան խիստ է, որ մարդը չի գռնար օրենքը գադարելաբես կործել եւ փրկության արժանանալ։ Աշխարհի վրա չկա նույնիսկ ջկնավորը, նույնիսկ սուրբը, որ գռնա օրենքները գադարելաբես կործել։ Եվ օրենքին համաձայն նույնիսկ եթե մեկ օրենքին դեմ սխալ կործեցիր, դու բոլոր օրենքներուն դեմ սխալ կործածես եւ փրկության արժանի չես։ Հետևաբար Քրիստոս կուկա լրացնելու, ամբողջացնելու օրենքը եւ մարգարեությունները, որբեսի մեզ փրկություն տա։ Այնինչ որ մենք օրենքին դիմաց չգրցանք լրացնել, մեր յետևը թադարգություններ ցկեցինք, բարաբուջություններ ցկեցինք, Աստծո հանդեպ հանցանքներով բարդքեր ցկեցինք, Քրիստոս եկավ այդ բոլորը լրացնելու, որբեսի մեզի փրկություն տա։ Եվ ինչպես կսե նամակներուն մեջ ուրախ եղեք եւ դարձյալ ուրախ եղեք, ոչ թե միայն եկավ այդ ուրախությունը տալու փրկության, այլ գադարյալ ուրախությունը փրկության, որ մենք այսօր անարժան կամ արժան բոլորս ունեցած են Քրիստոսի շնորհքով։ Հետևաբար Քրիստոս եկավ ամբողջացնելու, գադարելակորձելու այն ինչ որ օրենքը եւ մարգարեությունները չգրցան անել։ Երկրորդ կարևոր պատգամը, որ գուզեմ այսօրվան այս ավետարանեն քաղել, այն է բարձ բացատրությունը բավարարվիլ քիչով, շնորհակալ լալ այն ինչ որ ունենք եւ որքան որ ունենք։ Քրիստոս բավարար նկատեց 5 հացը եւ 2 ցուկը 5000 հոգի գերագրելու համար։ Բավարար նկատեց։ Անոր համար քողություն հայտնեց, շնորհակալություն հայտնեց Աստուծո եւ բաշխեց ժողովրդին առանց մտածելու, առանց հաշվարկներ անելու։ Եվ իր օրհնությունը բաժար դարձավ, որ այդ քիչը, որ դրամապանականորեն, գիտականորեն գարելի չէ 5000 հոգի գերագրել, ոչ թե միայն գերագրեց, այլ նույնիսկ ավելցավ 12 սագարներ։ Մենք այսօր գաբրինք այնպիսի աշխարհի մեջ, այնպիսի ընկերության մեջ, ուր մեզ գնահեն ամեն բան քնելու, ունենալու, եւ նույնիսկ քնելով եւ ունենալով չենք բավարարվիր,
գուզենք ավելին ունենալ, գուզենք ավելի մեծ ունենալ, գուզենք ավելի շատ ունենալ։ Գործընծնենք երբեմն քիչով բավարարվելու բնական զգացողությունը, կողունակ լալու այն ինչ որ մենք մեր կյանքի մեջ ունենք։ Նույնիսկ մենք երբեմն գծախողենք մեր բզդիկներուն, մեր երդասարտներուն սորվեցնելու այս բար ճշմարտությունը քիչով կողանալու, որովհետև կողունակ սիրտը քիչին կամ շատին մեջ չէ։ Կողունակությունը հոն է, որ գիտես ինչ որ ունիս, քեզի շնորհք է եւ ոչ թե իրավունք։ Մենք պետք չէ կարծենք ինչ որ մեր կյանքի մեջ ունենք, իրավունք մնե որ պետք է ունենանք։ Նույնիսկ գներեք եթե ասեմ մեր առողջությունը։ Նույնիսկ մեր առողջությունը Աստծո շնորհքն է, որուն համար պետք է միշտ շնորհակալ ըլլալ, փառք տալ եւ այն անձը, որ կողունակությամբ շնորհակալ սրտով կմոտենա ամեն մեկ նվազագույն ճշմարտության իր կյանքի մեջ, այդ անձը օրտնվելով պիտի օրտնվի իր կյանքի մեջ, պիտի գիտնա իր կյանքի փրկության իմաստը։ Եվ այսօր Քրիստոս գուզե յուրաքանչյուրիս այս պատկամը տալ, որ չդարվինք, չգործվինք այդ դուրսի շլացնող պատկերներով, քարոզչություններով, նույնիսկ ընկերային ցանցերով, որոնք կփորձեն մարդկային միտքը, մարդկային սիրտը դարբեր ճշմարտություններով դանել։ Մենք պետք է յուրաքանչյուրս գիտակցենք, վստահ ըլլանք, որ Քրիստոս բավարար է եւ ավելի քան բավարար մեր կյանքը ուրախությամբ, կողունակությամբ ապրելու։ Սիրելի հարազատներ, ոչ գիտությունը, ոչ բժշկությունը, ոչ մեկ ընկերային հասկացողություն մեզի փրկություն կրնադալ։ Այդ բոլորը օգտակար են մեզի, բայց բոլորն ալ թերի են ամբողջացնող ճշմարտությունը, լիացնող եւ գադարելակորձող ճշմարտությունը Քրիստոս ինքն է, որում միայն պետք է վստահել եւ մեր ամբողջ կյանքը ամենքնով պետք է տնել անոր ցերկերուն մեջ։ Եթե ոչ, սիրելի հարազատներ, բիի դեսենք, որ այս կյանքի մեջ ոչ թե 5, այլ 5000 հացը 2000 ցուգը նույնիսկ բավարար չէ մեր կյանքի մեջ։ Հետևաբար, սիրելի հարազատներ, այսօր եկեք այնպես ինչպես Քրիստոս 5 հացը եւ 2 ցուգը երկինք Փարսասուս Աստուծո եւ շնորհակալություն հայտնեց, փաշխեց, գդրեց, դվավ իր ժողովրդի զավակներուն։ Եկեք այսօր մեր անձերը տնենք Քրիստոսի ցերկերուն մեջ, որբեսի ինք եւս բարձրացնե մեր դգար փնությունը, մեր ունեցածն ու չունեցածը, որբեսի գոհություն հայտնենք Աստծո, այնինչ որ մեզի արժանի դարձած է, շնորհած է, եւ վստահանանք, որ անոր փրկությունը պիտի գադարելակորձե, պիտի ամբողջացնե։ Եվ մենք միասնաբար Քրիստոսի շուրջ համախմբված արժանի պիտի լանք երկնքի արքայության մեջ փառավորելու իրեն հետ հորը եւ Սուրբ Ոգին, այսօր, վաղը եւ հավիտյան։ Ամեն։